Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Միացյալ Նահանգները պլանավորում է այս տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացնել արկերի ու հրթիռների արտադրության ծավալները։ Եվրամիությունը ռազմաարդյունաբերական բոլոր տեսակի արտադրանքների ծավալներն ավելացնելու է 10-ից 15%-ով։ Աշխարհը մեծ տեմպերով զինվում է եւ դա բնական է, քանի որ այս պահին դանդաղ հոսող հիբրիդային համաշխարհային պատերազմի շրջափուլում է, իսկ նման պատմական փուլում որոշիչ գործոնը պահեստներում ունեցած ռազմամթերքի քանակն ու արտադրական հզորություններն են։ Հիմա մեր ռազմաարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ չենք կարող, ցավոք սրտի չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ եւ դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։ Իհարկե դա շատ տեսանելի է լինելու։ Վերջին մի քանի տարում Հայաստանի հանրությունը ստիպված է պարզապես լսել նման հուսադրող հայտարարություններ տարբեր ամբիոններից ու հավատալ կամ չհավատալ դրանց, քանի որ ասված խոսքը հաստատող այլ փաստեր պաշտոնական շրջանակները չեն ներկայացնում։ Օրինակ, ժամանակին Հայաստանում պարբերաբար կազմակերպվում էին ռազմական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացվում էին հայրենական մշակման կամ արտադրության զինատեսակներ։ Վերջի անգամ Արմայտեկ ցուցահանդեսը անցկացվել է 2022 թվականի մարտին, կար պատկերացում, որ 2 տարի մեկ պետք է այն անցկացվի, բայց արդեն 4 տարին է նախորդ ցուցահանդեսի անցկացումից։ Մենք բյուջեից փող ենք վերցնում, պետք է հաշվետու լինենք։ Ինչի համար ենք բյուջեը փող վերցնում եւ ինչի վրա ենք ծախսում։ Ռազմաարդյունաբերական ցուցահանդեսը հենց այդ հաշվետվությունն է։ Նման դեպքերում չինովնիկները վստահեցնում են, որ չեն կարող ցույց տալ կամ նույնիսկ խոսել այն ամենի մասին, ինչը կատարվում է ռազմաարդյունաբերության ոլորտում, սակայն սեփական արբանյակներ ունեցող եւ իսրայելական հետախուզության բացահայտ աջակցությունը վայելող Ադրբեջանից դժվար թե որևէ բան գաղտնի մնա, նշում են մասնագետները։ Ստացվում է, արածը գաղտնի է պահվում հանրությունից։ Դրան հակառակ Ադրբեջանը բավականին ակտիվ ցուցադրում է ռազմաարդյունաբերական գործարանների կարողությունները, որոնք կառուցվում են թուրքական ընկերությունների աջակցությամբ։ 23-ից 25 թվականների համար նախատեսված 170 միլիարդ դրամ ծախսից ռազմաարդյունաբերական սերիական արտադրանքի հնչեցած թվերից այդ ընկերությունների վճարած հարկերի կարելի է պատկերացնել, որ այդ 170 միլիարդը չի իրացվել։ Հաջորդ 3 տարվա համար 26-ից 28 թվականների արդեն ուրիշ թիվ են հնչեցնում 150 միլիարդ դրամ, այսինքն մոտավորապես 20 միլիարդ դրամ պակաս։ Աշխարհում, որտեղ նոր տեխնոլոգիաներն անհասանելի արագությամբ ներդրվում են ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, օրահարց է այս շոկեքարշից հետ չմնալը։ Հարևանները, ինչպես տեսնում ենք, հետ չեն մնում, դեռ մի բան էլ առաջատարների շարքում են։ Ինչքան են հայտարարում եւ ինչքան է ծախսում ռազմաարդյունաբերության զարգացման համար։ 5.7 միլիարդ դրամ նախատեսված է եղել 2025 թվականի համար, որից ծախսվել է 2.4-ը։ Իսկ ահռելի մեծ թերակատարում, իսկ արդեն 26 թվականի համար 1.5 միլիարդ դրամով ավելի պակաս է նախատեսված բյուջեով։ Այս օրերին մեր տարածաշրջանը շունչը պահած սպասում է Իրանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածին, տասնյակ հսկայական խնդիրներից բացի այս կոնֆլիկտը մեզ համար կավելացնի մեկը եւս հնդկական զենքի համար ռազմամթերքի ներկրման խոչընդոտներ, իսկ առանց ռազմամթերքի զենքը անպետք է երկաթի ջարդոն է, գոնե ռազմամթերքի արտադրության ոլորտում քիչ թե շատ ինքնաբավության հասնելու պատճառներից մեկն էլ սա է։ Ժամկետայինների շարքերը համալրել են կանայք, զինված ուժերում արդեն մի քանի տարի է ինչ կանանց գումարտակ է կազմավորվել։ Հարցեր կան։ Ոչ մի կերպ։ Պաշտպանության նախարարությունը 18-ից 27 տարեկան կանանց առաջարկում է կամավոր 6 ամսյա ժամկետային ծառայություն, զինվորական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Ծառայության ավարտից հետո նրանք ստանում են 1 միլիոն դրամ պատվո վճար, ցանկության դեպքում անցնում 5-ամյա պայմանագրային ծառայության։ Պետք է նույն ճանապարհը անցնես իրենց հետ, որովհետև դու ես արդեն դասվում այդ շարքերում, ել չես ասում ես կին եմ, ես այս բանը չեմ կարող անել, այն բանը ոչ չկա, բանակում կին զինծառայողի համար չեմ կարող անել, չկա։ Պետք է անես միջև վերջ իրանց հետ հավասար, լինի եւ խաղաղ պայմաններում, եւ պատերազմական պայմաններում, իրանց հետ հավասար այդ ճանապարհը պետք է անցնել։ Բանակում կանայք սովորում են զինվորական գործ, մարտավարություն, ֆիզիկական կրակային եւ շարային պատրաստության, վիճակն էլ բարձրացնում եւ դառնում պատրաստված զինծառայողներ։ Կանանց գումարտակում սպայական բարձրաստիճան կազմից մինչեւ շարային ծառայողները բացառապես կանայք են։ Ռազմական փորձագետը դեմ չէ զինված ուժերում կանանց ներգրավվածությանը, միայն թե հատուկ ստորաբաժանումներում, որտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առաջնային չէ։ Կինը ցաներ մոտորհացիկային
գումարտակում կարող է ծառայություն իրականացնել։ Ենթադրենք, որ մի 50, 60, 70 կիլո ծանր բեռ, զենք, դինամոթեք եւ այլն, ոտի տեղափոխի։ Ծանր չի իր համար։ Եվ ինչքան ժամանակ դի պահանջի, որ իգական ծերի ներկայացում պատրաստես, բայց մասնակիցություններ կան, որտեղ կանայք, օրինակ, նույն Իսրայելի բանակում, ընդհանրապես աշխարհում դիպուկահարները լավագույնս իգական ծերն են, կամ օտաչուներ, տեխնիկայի վրա, որտեղ զուտ մասնագիտական գիտելիքներ է պահանջում, կապի ոլորտ, բուժակներ եւ բժիշկներ։ Փորձագետի խոսքով իշխանությունները մեր բանակը պատկերացնում են իսրայելական բանակի նմանությամբ, բայց առանց գաղափարական հենքի։ Պրոֆեսիոնալ բանակ ասելով զինված ուժերը լցնում են պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրայինների համար, որտեղ ծառայության գնացողը առաջնային մոտիվացիան գումարն է, այդ արդի բացի բարձր աշխատավարձը կամ դրամական բավարարումը, դինի նաև սոցիալական փաթեթ իր ընտանիքի, երեխաների առողջապահական, կրթական, բնակարանային, կա այդպիսի փաթեթ պայմանագրայինների համար չկա։ Հետաբար դա էլ է իմիտացիա, իբր պայմանագրայիններին շատ են կանչում։ Մինչև իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի ձևավորման մասին, ռազմական փորձագետները շեշտում են, առանց հստակ գաղափարական հենքի եւ լիարժեք սոցիալական երաշխիքների այդ մոդելը կլինի ձևական։ Ըստ նրանց բանակի արդյունավետությունն ապահովելու ուժեղ, ճկուն եւ մարտունակ բանակ կառուցելու համար կարեւոր է ոչ միայն թվաքանակը, այլև ներուժի ու գիտելիքի ճիշտ ու նպատակային բաշխումը։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը վերադարձավ իր դպրոց հավերժանալու։ Ընդամենը 19 տարեկան տղան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մնաց դիրքում, առանց վարանելու անձնվիրաբար պաշտպանեց այն։ Նրա տատի արցունքն այսօր հպարտության ու կարոտի խառնուրդ է։ Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ մենք պիտի պաշտպան լինենք հիմա նրանց։ Իրենց, մեր հողին, մեր ջրին, ամեն ինչին։ Քանդակագործ Վահագն Պապոյանն ասում է, քանդակում փորձել է ներկայացնել Ռոբերտի կյանքի վերջին պահը, կորցրել է ամեն ինչ եւ հանուն իր հողի հայրենիքի տալիս է ամենաթանկը՝ կյանքը, ռացիան, նռնակը ձեռքինը ու պատրաստվում է քաշել, օղակը իր հետ տանելով թշնամուն։ Կյանքը անիմաստ կթվար, եթե չլիներ այդ հողը, որովհետև երբ որ տեսնում ես քո ամբողջ կողքը, քո ընկերները, քո հրամանատարությունը, քո զինակից ընկերներն այլևս չկան, էլ իմաստ չունի ապրելը, ինձ թվում է այդ ամենաբարձր հերոսական դրսևորումն էր, որը արեցինք։ Օրն էլ պատահական չէ, խորհրդանշական է հայրենիքի ամենաթանկը որդուն տված Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանն ասում է, ուշ թե շուտ լինելու էր արձանը, բայց ընկերները շտապեցին։ Պատմում է, երբ առաջին անգամ տեսել է արձանը, միայն գլխի հատվածն է պատրաստ եղել, ու երբ Ռոբերտի տատիկը զանգել է ու հարցրել է, թե որտեղ է, ասել է, կյաժի դեմ դիմաց եմ կանգնած, այդքան իրական է արձանը։ Այսօր այս տոնի կապակցությամբ ես լրիվ այնքան ուրախ եմ, որ այսքան մարդ եկել այստեղ իմ հերոսին, ես այստեղ նոր մի քիչ ոնց որ հպարտություն եմ զգում տխրության հետ միասին, բայց ինձ մինչև հիմա ասում են դուք հպարտացեք, ես հələ չեմ կարող հպարտանալ, հպարտանում եմ սենց բաներով։ Երբ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման անցան, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը իրենց հրամանատարի Արմենակ Ուրֆանյանի ու ընկերների հետ միասին նետվեցին մինչև այրան վերջին կաթիլը պաշտպանելու հայրենի հողը։ Նկատելով իրենց մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել ու ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին 19-ամյա Ռոբերտը բացած նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան։ Աբաջյանը բաց է թողնում նռնակը իր հետ պայթեցնելով թշնամու զինվորներին։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016-ի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ ու ոսկե արծիվ շքանշանով։ Այս հերոսապատումը մեր ոսկե արծվի հայրենասիրության ու սրբազան նվիրման օրինակելի դասն է մեր նոր սերնդին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում եք, ասա։ Այս ինքնում իմ տղերքի։ Ասա մի անջատի։ Դեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ձենով ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարգոն քաշում եմ։ Ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Խմբագրում ենք նկարներ, որպեսզի գույնային ինֆորմացիան ուղենք, շատ ուժեղ լույսերը հանում ենք եւ շատ ուժեղ սֆերերը նույնիսկ հանում ենք։
Մարտակերտի Գանձասարից մինչև Շուշիի Ղազանչեցոց ու Քարվաճարի Դադիվանք Թումոյի հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի ուշադրության կենտրոնում են։ Հայաստանում ու Արցախում արդեն հասցրել են 280-ից ավելի հուշարձան թվայնացնել։ Առաջիկայում էլ նախատեսում են թվայնացնել վտանգված ու Հայաստանից դուրս գտնվող պատմական հուշարձանները։ Սկանավորելը ինքը բավական արագ է լինում, օրինակ նայած չափից եւ նայած տեսքից, ձևից եւ այլն կարող է, չգիտեմ, 2-ից մինչեւ 8 օր տևել, 8 օրը շատ մեծ օրինակ վանական համալիրների մասին է։ Իրականում ամենաերկար եւ բարդ աշխատանքը դրա մոդելավորումն է, որը տևում է ամիսներ, այսինքն ընդհանրապես օրինակ մի հուշարձան մի 4 ամիս տևում է մեր մոտ։ Ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս ոչ միայն իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, այլև անհրաժեշտության դեպքում նաև պահպանման ու վերականգնման աշխատանքներ։ Այսինքն ոչնչացված կոթողն անգամ ամբողջությամբ հնարավոր է վերականգնել հենց այն տեսքով, որը եղել է 3 դես կանավորման պահին։ Մասնագետներից Աննան միայն այս տարի 30-ից ավելի հուշարձան է սկանավորել։ Ամենաբարդը ասում է, Սանահինի վանական համալիրն է եղել։ Ցանկակատում կա Սանահինում, որի պլանները մենք առաջ չգիտեինք, այսինքն մենք այնտեղ հասել ենք, նոր ենք հասկացել ինքը իրականում ինչ տեսք ունի, նկարել ենք պլանները ու հասկացել ենք հենց ընթացքում ոնց պետքա համ սկանավորել լազերով, համ էլ կամերայով, աստիճանները շատ փոքր են, լազերը տեղադրելը դժվար հարց էր։ Ստեղծարար մտքի ու վառ երևակայության շնորհիվ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտում նոր լուծում են գտել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների շունչն ու ոգին զգալու, փոխանցելու համար։ Եկեղեցին իմ դիմացն է, ինքը գնում է մոտավորապես մակետային չափով։ Ես հնարավորություն ունեմ իր չափերը փոփոխել, պատրաստել, փոփոխել այն չափով, տեսնել թե ինչպես է ռեալ կյանքում գտնվում։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաների վիրտուալ իրականության միջոցով մարդիկ կարող են ներկա լինել նույնիսկ Արցախի պատմամշակութային վայրերում, վերապրել 4-ից 5-րդ դարերից պահպանված վանքերի, մշակութային կոթողների շունչը ու բացահայտել դրանց պատմությունը։ VR ակնոցներով հնարավորություն ենք տալիս ինքը եռաչափ մոդելին եռաչափ ձևով այցելել։ Շատ տպավորիչ, ասեմ, փորձ է, մանավանդ, որտեղ կարողանում ենք իրան իր իսկական չափով նայել, այսինքն մենք մի եկեղեցի, որ ասենք 8 մետր բարձրության է, մենք կարող ենք իրան իր իսկական չափով դնել ու մարդ կարողանա մեջը քայլել, նայել, ուսումնասիրել։ Սկանավորման եւ ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, որ հազարամյակների հայոց պատմության լուռ վկաները հաջորդ դարերում էլ ապրեն ու պատմեն հայկական անցյալի մասին։ Այստեղ վստահ են, մշակույթը կարող է ապրել եւ պահպանվել ոչ միայն ֆիզիկական, այլև թվային տարածքում, պատմելով իր մասին անկախ ժամանակից ու տարածությունից։